Սպան ձեռքը, որ չես կարողանում կտրել, համբույր դրգողին։ Ես դա չեմ ասում։ Մենք պիտի զգացնել տանք, որ այս ձեռքը հնարավոր չի կտրել։ Տեսեք, Հակառակ դեպքում ինչի չպիտի կտրել։ Գեորգ, այսօրվա աշխարհը Իսկ դա մենակ չես կարա դու զգացնել դա։ Դա շարժ ճիշտ դիրքավոր։ Ճիշտ աշխարհակրթական դիրքավոր։ Տեսեք, այսօրվա աշխարհը ցավոք սրտի այնպիսին է, որ արդեն միջազգային իրավունք, միջազգային նորմեր, ոնց որ թե դրանք սա գնացել են երկրորդ պլան եւ պետությունները Ալիևը դարձել է ամենամեծ նժդեհը, ասում է որ միակ բանը որ աշխատում է ուժի իրավունքն է աշխատում։ Եվ պետությունները իրանց հարաբերությունները ձևավորում բացառապես ուժի միջոցով։ Այդպես է հարաբերությունները ձևավորում, ուժն է ծնում իրավունքը։ Ալիևի շուրթերից մեկ նժդեհ ենք ցիտում։ Ճիշտ եք ասում։ Խոշոր պետությունների գլոբալ քաղաքականության մեջ հիմքում այլևս սկսել է գործել ուժի գործոնը։ Միգուցե սա օբյեկտիվային առումով, որպեսզի նոր աշխարհակարգ հաստատվի, այդ աշխարհակարգի հիմքում այսպես թե այնպես ընկած առնելու ուժը։ Բալանսավորվելու է ուժերի հիմա, ուժի հարաբերակցությունը։ Քանի կենտրոն նախկինում սառը պատերազմի ժամանակ երկու դերակատարներ չէ, խորհրդային միություն բան, հիմա կարող է 3-4 ավելի կբարդացնի իրավիճակը։ Այդ տեսակետից որ բալանսը ապահովել շատ բարդ է լինելու, հա։ Բայց էսա ուժն է ծնում իրավունքը, բայց կա մի նուրբ պահ։ Այդ ուժն է ծնում իրավունքը վերապահված է ուժերներին։ Մեր պես պետությունների, Ալիևի պես Ադրբեջանի պետություններին այդ ուժը այդ իրավունքը չի վերապահված։ Ալիևը շփոթվում է, սխալվում է, որտեղ այնինչ որ տեղի է ունեցել, եթե ոմանց թվում է թե վաղը չեմ սուրը ամբողջ մարդկությունը սա մոռանալու է, կապրենք կտեսնենք։ Աստված տա որ մենք ես օրինակ մեր սերունդը խոշոր պետությունները ինչ որ մի պայս սկսել են Ալիևին վեքսիլներ ներկայացնել Ղարաբաղի նկատմամբ ցեղասպանության համար, հիշեք խոսքերս։ Նայած ոնց որ վեքսիլներ կներկայացնեին Վանի, Էրզրումի եւ ոչ, Թուրքիան Ադրբեջան չի, կներեք, սխալվեք։ Թուրքիան Ադրբեջան չի, absolut Ադրբեջանը Թուրքիա չի։ Թուրքիային կարող են վեքսիլ ներկայացնել այնքանով որքանով, հա? Բայց ոչ Ադրբեջանը թուրքական աշխարհի մաս։ Ապրենք կտեսնենք։ Մի խոսքով, ես ուզում եմ ամեն դեպքում մեր ուժեղանալը այլընտրանք չունի։ Նույնիսկ այս պայմաններում պետք չի ընկրկել այդ թեզին, թե եթե ես ուժեղ եմ, ապա ես իրավունք ունեմ։ Ուժեղ եմ, ուժեղ ու ռոլ։ Բաբուշկա что надо, я сказала, ով է ուժեղ։ Հետևաբար արդյոք աշխարհի օրենք կա ներողություն, եթե կա ուժ, նշանակում կա հակադիր ուժ, ուրեմն հակադիր ուժի հանդեպ պետք է ճիշտ դիրքավորում ունենաս։ Ու փորձես այդ ուժի մասը դառնաս։ Մի բան բարձր չէ, որ խաղաղությունը չի կարող լինել, խնդրում եմ, աղբոր երբեք չի լինում։ Կյանքի երբեք չի լինում։ Տես չի լինում։ Խաղաղությունը լինում է մենակ մի դեպքում։ Դիմացինը պետք է գիտակցի, որ ռազմական ճանապարհով խնդիր լուծելը իր համար նույնչափ պրոբլեմային է, քան եթե ոչ, չէ՞, այսինքն ինքը կարող է ավելի շատ պրոբլեմների հետ կորցնի ավելի շատ, քան ձեռք բերի։ Քանի դեռ այդ ընկալումը չկա, խաղաղություն չի կարող լինել։ Հետևաբար սա նշանակում է, որ մենք այդ խաղաղությունը, կրկնում եմ, մեզ համար խաղաղությունը, մեր հարևանների հետ խաղաղ համագործակցությունը կենսական կարողության հարց է։ Այս տարածաշրջանը ոչ մի պետություն եւ ոչ մի ժողովուրդ խաղաղության այդպիսի կարիք չունի, ոնց որ մենք հայերս։ Սա ակնհայտ է։ Եվ պետք չի սրանից խորշել, բայց սա նշանակում է, որ խոսքը պետք է գնա արժանապատիվ խաղաղության մասին։ Այսինքն սա նշանակում է, որ քո հարևանների հետ քո հարաբերությունները պետք է ձևավորվեն քո կենսական շահերը հարգելու հիման վրա, հիմքով։ Դու նրանց պետք է հարգես, նրանք էլ քոնը պետք է հարգեն։ Դրա համար դու պետք է ունակ լինես, այսինքն դու ունենաս աշխարհակաղակական ռուսերեն լավ անջում։ Նշանակություն ենք ասում, բայց ռուսերեն ասում է значимость, կարևորություն։ Այսինքն դու խոշոր խաղացողների համար ինչ որ մի բան նշանակես քեզնից, պետք է քեզնից մի բան ներկայացնես։ Խոշոր խաղացողներին ձեռնտու պետք չլինի քեզ վերացնելը։ Քո վերանալը նրանց ձեռնտու պետք չլինի, կոպիտ ասած։ Մենք ունենք ամենատարբեր ոլորտներում Սփյուռքում։
այնպիսի դերակատարներ, այնպիսի ներկայացուցիչներ հայազգի, որոնք որ ամբողջ պետությունների ճակատագրեր են դուցել։ Մենք իրանցից էլ ենք վախենում։ Դե գալատ ենք անում վախենում ենք։ Մենք տենց որ ունենք սեփական շվակից է կսենք վախենալ։ Հետաբար խոսքը վախենալ, թե ոչ դրա մասին չի։ Խոսքը արդյոք ռեսուրս ունենք եւ կարելի է այդ ռեսուրսը օգտագործել սեփական կարեւորությունը պետականության առումով, ինստիտուցիոնալ նախադրյալներ անշրջելի ստեղծելու առումով օգտագործել, ասում այո, ու պարտավոր ենք դա անել։ Միայն Հայաստանով խնդիրը չենք կարող լուծել։ Իհարկե մեզ պետք են դաշնակիցներ, պետք է այստեղ էլ շատ լինել շրջայաց, հասկանու՞մ ես, բայց դու նախ եւ առաջ քեզնից մի բան պետք է ներկայացնես։ Ներդերը շատ ճիշտ բաներ ասում։ Ընկերությունն են անում ուժեղի հետ։ Թույլին կարող են կարեկցել, իսկ եթե թույլը ուզվոր է, նույնիսկ զզվում են նրանից։ Իսկ ընկերությունն ավելի հետաքրքիր է ուժեղի, թույլը ինչ ընկերություն ունես։ Ուժեղի հետ ընկերությունը հետաքրքիր է։ Ուժեղ նշանակում է ոչ միայն մկաններ, չէ, ոչ միայն մկաններ, այլ նաև Հասմաուժը առաջին հերթին ուժի զգացողությունը։ բանականություն, տրամաբանելու կարողություն։